Դուք դիտում եք Արմարուրի արտահերթ թողարկումը, բարև ձեզ։ Նոյեմբերի 16-ին վաղար շաբաթ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 47 ընտրատեղամաս։ Առավոտյան ժամը 8-ին Հայաստանի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը եւ ընդունել առաջին ընտրողներին։ Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում։ Ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 31 տեղական զանգվածային դրատվության միջոցներ։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն, որից 2-ը համատեղ։ Վաղար շաբաթ համայնքի ընտրողների թիվն ըստ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքականության ծառայության տվյալների 69866 է։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Առավոտյան վաղ ժամը 8:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Արմալուրի նկարահանող թիմն այսօր ամբողջ օրվա ընթացքում կշրջի ընտրատեղամասերում։ Այս պահին իմ գործընկեր Շողեր Ղլիջյանը հետևում է ընտրությունների ընթացքին։ Շողեր, ողջույն, խոսքը փոխանցում եմ քեզ։ Այո, Հասմիկ, շնորհակալություն։ Մենք գտնվում ենք 14 կոտորակ 8 ընտրատեղամասում, այստեղ եւս մեկնարկել է ընտրական գործընթացը։ Առաջին ընտրողներն են արդեն գալիս ընտրության։ Վաղար շաբաթ համայնքի 47 ընտրական տեղամասերում ընտրական գործընթացը մեկնարկեց ճիշտ ժամանակին։ Հանձնաժողովի անդամները կազմ պատրաստ սպասում են քաղաքացիներին, ներկայացնում ընտրություն կատարելու ճիշտ ձևը։ Առանց ծալետում եք ծրարի մեջ ու մոտենում եք քվեատուփի մոտ։ Մնացյալը այնտեղ տեղանքում եք այնտեղ։ Էջմիածին քաղաքի 14 կոտորակ 8 ընտրատեղամասում գործընթացը մեկնարկում է անխոչնդոտ։ Այստեղ առաջին ընտրողներն արդեն գալիս են ընտրության։ Բարի ընտրություն, Աստված բարին տա։ Շնորհակալ եմ։ Օրը բացվելուն պես ընտրողների հոսքը կակտիվանա, վստահեցնում է տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը։ Դե ասել, որ հոսքը շատ բուրնա չէ, նորմալ։ Դե ժամի համար մանավանդ եղանակը մի քիչ բարենպաստ չէ։ Ինձ թվում է, որ մի քիչ եղանակը տաքանա, մարդկանց հոսքը կավելանա։ Մնացածը սովորական գործընթաց է, վստահված անձիկ, դիտորդներ, ԶԼՄ-ներ, ներկայացուցիչներ։ 14 կոտորակ 7 ընտրատեղամասն է։ Ընտրության մեկնարկի ժամանակ խնդիրներ չեն արձանագրվել։ Այս ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը։ Կեցե ազատ, ինքնիշխան, սուվերեն եւ անվտանգ Հայաստանի Հանրապետություն։ Թեկնածուն լրագրողների հետ զրույցում բացառեց ընդդիմությանը միանալու վարկածը։ Ես ի սկզբանե դուրս եմ եկել ընտրապայքարի, գիտակցելով, որ կռիվ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ փողերի հետ, կռիվ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի թեկնածուների հետ վաղար շաբաթում, իսկ այդպիսիք մի քանիսն են վաղար շաբաթում։ Եվ ի սկզբանե իմ առաջ խնդիր եմ դրել առաջին հերթին եւ հիմնականում Գյումրի 2 վաղար շաբաթում թույլ չտալու եւ ես դա այլևս կարող եմ այս պահին արձանագրել, որ Գյումրի 2-ի Կիրիենկոյա մերձ այդ սցենարը վաղուց վիժեցված է։ Այն պահին, երբ որ Հանրապետություն կուսակցությունը եւ ես որոշում կայացրեցինք ընտրություններին մասնակցելու, Գյումրի 2-ի սցենարը արդեն իսկ վիժեցրեցին։ Ես հիմա գնում եմ բացարձակ հաղթանակի արգելքի վրա։ Ընտրական գործընթացն առանց խնդիրների անցկացնելու հիմնական հարցը շարունակում է մնալ քաղաքացիների ընտրական գործընթացի մասին անտեղյակ լինելը կամ գրանցման ընտրատեղամասը շփոթելը։
Մենք այս պահին գտնվում ենք 14 կոտորակ 20 ընտրատեղամասում։ Իմ զրուցակիցն է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիկին Կարապետյանը։ Տիկին Կարապետյան, պետք է խնդրեմ ներկայացնեք, թե ինչ իրավիճակ է այս պահին, ունեք ընտրողների որոշակի հոսքար թե։ Աշճանաբար սկսել են մի քիչ աշխուժանալ, ակնկալում ենք, որ կկատարեն իրենց պարտքը եւ կգան ընտրությունների։ Ընթանում է նորմալ, հանգիստ, բնականon ձևով։ Շողել Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Վաղարշապատում ընտրելու իրավունք ունի 69866 մարդ։ 14 կոտորակ 28 ընտրատեղամասում ժամը 10-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 38 ընտրող։ Արագած գյուղում տեղակայված այս ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կկատարի նաև իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Մինչ թեկնածուի տեղամաս այցելելն այստեղ իրավիճակը մի փոքր լարվեց։ Ընտրողներից մեկը ցանկություն էր հայտնել քվեախցիկում օգնել հորեղբորը, որն ուներ առողջական խնդիրներ։ Դիտորդական առաքելություն իրականացնողներից մեկը փաստեց, որ չի կարող, քանի որ ազգակցական կապ ունի։ Ինքը ազգակցական կապ ունի, ինքը ինչ որ։ Ինչ եկեք դուք բացատրեք այդ մարդուն, եթե մեկը կարա, բացատրեք, թող մտնի ինքը։ Ես լրիվ անծանոթ կանչեմ ինձ իր հետ գնա։ Իրավիճակը հարթվեց։ Օգնելը պետքա լրիվ անծանոթ, չլինի վստահվածան, չլինի հանձնաժողովի անդամ, ուղղակի պատահական հիմունքներով մեկը ներս է մտնում, ասեմ խնդրում եմ եկեք իրեն օգնեք, չի կարողանում։ Եվ տվյալները գրանց ենք պարտադիր, գրանց համաձայնում։ Օգնողը մեկ անգամ իրավունք ունի օգնելու։ Արգիշտի Մեխակյանը կատարեց իր ընտրությունը, իդեպ թեկնածուն միայնակ էր եկել ընտրատեղամաս։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Մեխակյանը նշեց, իրենք այս ամբողջ ընթացքում իրականացրել են քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ վաղարշապատցու բացարձակ վստահությունը։ Ես Խոյ համայնքում իմ կառավարման տարիներին եւ վաղարշապատում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կարծում եմ, որ մեր բնակիչների հետ եւ հանդիպումների ժամանակ եւ մեր կատարած աշխատանքով ավելի վստահ ենք։ Իսկ նախորդ երկու դեպքերում կարող ենք ասել, որ այդքան էլ այդպես չի եղել։ Հարցին, ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել քարոզարշավն ամփոփող հանրահավաքին, Մեխակյանը պատասխանում է. Մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, մենք նույնիսկ հանրահավաք ի սկզբանե չենք էլ պլանավորել։ Դա ուղղակի քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումների ժամանակ բնակչությունից ստացված դրական էներգետիկայով պայմանավորված որոշել ենք քայլել։ Մեխակյանը մեկնաբանում է նաև թեկնածուներից մեկի Հարություն Մկրտչյանի հայտարարությունը։ Հանրապետություն կուսակցության թեկնածուն Հարություն Մկրտչյանը ասում է, որ ԿՊ-ն իր ձայները իրեն կմիանա, այսինքն առանց ձեր հետ պայմանավորվելու այդպիսի պատասխանատու հայտարարություններ անում։ Իր կարծիքն է, որ իր անձնական կարծիքն է։ Դուք չեք միանալու Հարությունին։ Մենք չունենք այդպիսի ոչ պաշտոնական, ոչ անձնական դիրք։ Այս պահին մենք գտնվում ենք 14-10 ընտրատեղամասի դիմաց, այստեղ ժամը 11:00-ին իր ընտրությունը կկատարի հաղթանակ դաշինքի ներկայացուցիչ Սևակ Խաչատրյանը։ Հիշեցնենք, Սևակ Խաչատրյանը նախորդ ընտրություններում ձայների 36.52%-ներ ստացել։ Սևակ Խաչատրյանն ընտրության է եկել իր ընտանիքի անդամների հետ։ Ընդդիմադիր թեկնածուն հայտարարեց, իրենք գնում են բացարձակ հաղթանակի։ Գուշակություններ այս պահին պետք չի անել, բայց մենք եւ մեր թիմը, ինչպես նախկինում էլ հայտարարել են, գնում ենք բացարձակ հաղթանակի եւ օրվա վերջում քվեարկության արդյունքները ցույց կտան, որ մենք իհարկե կունենանք հաղթանակ։ Նախկինում էլ հայտարարել են, որ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար մենք համագործակցության եզրերը կգտնենք այն ուժերի հետ, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից։ Հաստատեց նաև, որ չի վախենում հաղթանակի դեպքում իր դեմ քրեական գործ հարուցելուց։ Ընդհանրապես չեմ վախենում,
սպասելի է ամեն քայլ օրվա իշխանություններից, բայց ինչ որ վախեր, որ ունեմ քրեական գործկահարության, բնականաբար ոչ։ Հարցումների արդյունքները են տեղադրել ուսանողը, ըստ որի բացարձակ մեծամասնություն կազմելու է ԿՊ-ն, երկրորդ տեղում իհարկե դուք եք, բայց 12%-ին մոտ է։ Դա նույնպես այդ լրատվամիջոցներ տարածել, դա քարոզչական հնարք է, որպեսզի վաղաշաբաթուն ցույց տան, որ ձեր ձայնը այդքան էլ կարևոր չէ, արդեն իսկ կանխորոշված է ամեն ինչ, նույնը արել էին Գյումրիում, նույնը արել էին Փարաքարում, բայց մենք տեսանք լրիվ այլ քրեական արդյունքներ։ 14-10 ընտրական տեղամասում միջադեպ է գրանցվել հայրենիք կուսակցության վստահված անձը նկատել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձի ձեռքում ցուցակ կա։ Դեպքը տեղի ունեցել գրեթե ժամը 10-ին, նկատեցի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը վստահված անձը ձեռքը ցուցանք կար։ Ուշադրություն դարձրեցի, հասկացա, որ ինչ որ թվեր է գրված, որտեղ որ հաճախ մտնում են քաղաքացիներ, նա նշումներ է կատարում իր մոտ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը ներկայացնում է ստեղծված իրավիճակը։ Ես մարդը իմանայի 1900 քանի օքեն կանեք, ես ասեմ, էլ վրա մի տղեկ։ 1913 ես էլ ասի գալտենամ ես կանա քարե հոգյա գալու ընտրության մասնակցելու, էդ այլ է իմ միտքը։ Ուրիշ բան չկար։ Բա ինչ անեի, տանը տուալետ դնեի։ Դե ո՞նց եք ձեռքի մտել այդպես են։ Ազի ջան, ես քեզ էլ հարց չպսա, պատասխանը չկա։ Տեղեկացնենք, ընտրատեղամասերը կգործեն մինչև 20:00-ն, ինչից հետո դրանք կփակվեն եւ կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Ժամը 16:00-ի դրությամբ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել եւ տեղեկանք ստացել 51 անձ։ Վաղարշաբաթի թիմ ընտրությունների վերաբերյալ մանրամասներ է հայտնել ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Այս տեղեկանքները այսօրվա դրությամբ ձևավորված լրացուցիչ ընտրական ցուցակներում ընդգրկվելու մասին են, այսինքն բոլոր նրանց համար են նախատեսված, ովքեր ունեն ընտրելու իրավունք եւ այդ իրավունքը իրացնելու նպատակով, քանի որ ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել նախապես ձևավորված ընտրական ցուցակներից, հիմա այս տեղեկանքի միջոցով ուրեմն ներգրավում են լրացուցիչ ընտրական ցուցակներում։ Բացի դրանից մենք ունենք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ եւ ոչ միայն քաղաքացիներ, նաեւ այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք, ում փաստաթղթի ժամկետը լրացած է։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով մենք տրամադրել ենք 45 տեղեկանք, սա 9 ձևի տեղեկանք է կոչվում, երբ մենք տրամադրում ենք փոխարինող փաստաթուղթ, որպեսզի անձնագրի փոխարեն, անձնագրի փոխանակման դիմումը վերցնում ենք, այս փոխարինող փաստաթղթով է անձը մոտենում եւ իրացնում իր ընտրելու իրավունքը։ Ընտրողներից շատերն անակնկալի են եկել, որ իրենց հասցեում այլ անձինք են գրանցված։ Խորհրդատվական բնույթի ծառայություններ ենք մատուցում, շատերը մոտենում են եւ անակնկալի գալով, որ իրենց տան հասցեում հայտնաբերել են այս կամ այն անուն ազգանունով անձի, որը իրենց ծանոթ չէ, խնդրում են հեռացնել հաշվառումից կամ պարզաբանում են խնդրում եւ այդ տեսակ ուրեմն խորհրդատվական ծառայություններ ենք մատուցել, նման 52 այց ենք սպասարկել, մինչև 10-ի հասնող այսպիսի այցելություններ էլ ունեցել ենք մեր այսօրվա շրջիկ գրասենյակում, որ կրկին տեղակայված է համայնքում, որ սպասարկենք նաև համայնքի մյուս հատվածում գտնվող բնակիչներին, չստիպելով նրանց հասնել անձնագրային ծառայություն։ Արմալուրի հարցին, ինչպես է ստացվում, որ մահացած անձի տվյալները հայտնվում են ընտրացուցակներում, ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը պատասխանում է։ Մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից եւ համապատասխանաբար նաեւ ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Սա բնականաբար ինչ որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Փոխանցվում է արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։ Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը ժողովրդի կենցաղային լեզվով ասած չի ունենում եւ մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից։ Որ դեպքերում է նման իրավիճակ ստեղծվում, երբ ոլորտի լիազոր մարմինը չունի գրանցված մահվան մասին ինֆորմացիա։ Երբ մահը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանի Հանրապետությունում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամը կամ որևէ հարազատը, սովորաբար դա լինում է ժառանգության համատեքստում, երբ ժառանգության հարցերով են ընտանիքի անդամները զբաղվում, այդ ինֆորմացիան հայտնի են դարձնում լիազոր մարմնին։ Նելի Դավթյանի խոսքով ցանկացած
կատարված ահազանգի հետքերով ուսումնասիրություններ են կատարվում։ Օրինակ, մեկ անձ ահազանգել է, որ իր տան հասցեում հավելյալ 9 անձ է գրանցված։ Վկայակոչած դեպքով այդ հաշվառումները կատարվել են դեռևս 90-ական թվականներին։ Միայն մեկն էր, որ 21 թվականին էր կատարվել, այսինքն նույնիսկ այդ վերջին հաշվառման պարագայում դժվար է վերագրել, որ սա հատուկ կեղծիք է, որ ընտրողների ցուցակում անձինք հայտնվում են եւ այլն։ Հիմա ես պետք է պարզաբանեմ ինչպես է աշխատում մեր հաշվառման ինստիտուտը, որ ծածկեմ միանգամից այդ բոլոր դեպքերը։ Երկու ընթացակարգ կա՝ մշտական եւ փաստացի բնակություն։ Ըստ էության հանրության ակնկալիքներն է, որ ընտրում են բոլոր նրանք, ովքեր այս պահին ապրում են այս համայնքում։ Դա այդպես չի։ Մենք ուրեմն ոչ նման մեխանիզմով աշխատող բնակչության ռեգիստր ունենք, ոչ էլ ընտրական կարգ։ Ուրեմն կարգը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 6 ամիս եւ ավելի հաշվառում ունեն տվյալ համայնքում եւ լրացած է անձի 18 տարին, այդ պարագայում են ձեռք բերում ընտրելու իրավունք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բոլոր նրանք կլինեն փախստականներ, օտարերկրացիներ, ովքեր ձեռք են բերում ընտրելու իրավունք, նշանակում է 1 տարի եւ ավելի ժամկետով հաշվառում են ունեցել այս համայնքում եւ լրացած է անձի 18 տարին։ Հիմա հաշվառման կարգը փաստացի հաշվառումը նշանակում է անձը հայտարարում է, որ ապրում է այս կամ այն հասցեով, համայնքային ոստիկանը ստուգում է, արձանագրում է, հաշվառումը տեղի ունենում։ Հիմա դուք պատկերացրեք 90-ականներին, դիցուկ 97 թվականին այդ process-ը տեղի ունեցել։ Ոստիկանը ստուգել է, հաշվառել է եւ այլևս երբեք սեփականատերը դիմում չի ներկայացրել, որ այս անձը չի ապրում այլևս այս հասցեում, խնդրում ենք դուրս գրել հաշվառումից։ Բնական է նա մնում է։ Ընտրելու իրավունք ունեցող գրեթե 70,000 անձանցից 60-ը փախստականներ են, ասում է Դավթյանը։ Այստեղ հաշված չեն ժամանակավոր պաշտպանություն ունեցող մեր հայրենակիցները տեղահանված Ղարաբաղից, նրանց թիվը առանձին ներկայացնեմ, իրենք 2205-ն են։ Հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, որը 10 տարով Հայաստանում լեգալ հիմքերով բնակվում են, ընդամենը 14-ն են, 573 օտարերկրացիներ են։ Մեր գրասենյակում էլ մի քանի անգամ ես ինքս ականատես եղա, որ բնակիչները բողոքում են, որ դիցուկ Հնդկաստանի քաղաքացին ընտրելու իրավունք ունի, իրենք ոչ, ինչ հանգամանքներով, այդ հանգամանքներից էին օրինակ, որ սեփականատերը հաշվառումից հանել է եւ անձը զրկվել է ընտրելու իրավունքից։ Ես նշում եմ, որ այնպես է ստացվել, որ այս անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացի չունենք։ 573 օտարերկրացիներից 532-ը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 16-ը Վրաստանի, ունենք նաեւ Իրան եւ Ուկրաինա, որոնց թիվը 10-ից փոքր է։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում գործող Զանգերի կենտրոնում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ ստացվել է 17 զանգ։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմանլուր։ Վաղ շաբաթի թիվ 14 կոտորակ 11 ընտրական տեղամասում ընտրել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Ընտրությունը կատարեցինք աղոթքով, հայցելով, որ արդար ընթացք ունենա եւ վաղաշաբաթ քաղաքը բարգավաճի, շենանա եւ պարգևի մեր ժողովրդին այստեղ ապրող բարոր կյանք։ Էջմիածնի մշակույթի տանը տեղակայված 14 կոտորակ 13 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել Արթուր Վանեցյանի գլխավորած հայրենիք կուսակցության կողմից վաղարշաբաթի քաղաքապետի թեկնածու առաջադրված գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։ Հանդիպումների ընթացքում ես հստակ տեսա, որ մարդկանց մոտ հավատն է փշրվել, տարիների ընթացքում տեսել են, որ իրենց քվեն, այո, ոչինչ չէր որոշում եւ հիմա էլ այդ նույն տեմպի տակ են մնացել, բայց ես կարծում եմ, որ պիտի սթափվենք, պիտի կարողանանք հասկանալ, որ մեր ձայնի իրավունքը պաշտպանելու ենք, մենք պիտի մասնակիցը լինենք մեր երկրի ընթացքի, հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի եւ մեր ճակատագիրը։ Մանուկյան, ընդդիմությունը այսօր հաղթանակ տոնելու է։ Որքան են շանսերը ընդդիմության։ Ընդդիմությունը հաղթանակ որպես այդպեսին ես տեսա ընտրապայքարի ընթացքում, որ մարդիկ արդեն կարողացել են այդ թմբիրից ձերբազատվել, հասկացել են, որ ազգ ու երկիր է վերանում, այս իմաստով հաղթանակը կա։ Մնում է, ասենք, եթե վավերացվում է, այսինքն քվեների տեսքով, ուրեմն այո, այդ հաղթանակը կլինի նաև այդպես։ Կարծում եմ, եթե մասնակցությունը բարձր լինի, այո, ընդդիմությունը հաղթանակ կտոնի։
Հաշված ժամեր անց պարզ կդառնա վաղարշապատցու կատարած ընտրությունը։ Նրանք ընտրել են հանուն արդարության, զարգացման ու հաղթանակի։ Հանուն վաղվա ապրելակերպին, վաղնա միսորնա միտարիա, հանուն ռուսերեն նա բուդուշ է։ Մեր ապագայի համար ակնկալիքներս մեծ է։ Շարունակի պետությունը զարգանալ ու զարգացող պետությունից մի օր կդառնա զարգացած, կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների դերը շատ մեծ է այս գործում։ Քաղաքը բարեկարգված ու զարգացած են ուզում տեսնել, դրա համար են եկել քվեարկության։ Հաջողության հասնեին։ Հանուն մեր քաղաքի բարելավման համար, որպեսզի ինչ որ կար առավել ավելի լավ բաներ անեն, քաղաքը լինի մաքուր, մարդիկ լավ ապրեն, աղբահանություն, դպրոց։ Քաղաքացիներն ընտրում են նրան, ով քաղաքին հարազատի պես կնայի ու հոգ կտանի։ Մեր քաղաքը, ով որ ընտրվում է, նայի այնպես, ինչպես իրեն տուն է, ուրիշ ոչինչ։ Ընտրական գործընթացը ավարտին է մոտենում։ Մարդիկ սկսում են ավելի ակտիվորեն հաճախել ընտրատեղամասեր։ Մենք հիմա գտնվում ենք 14-23 ընտրատեղամասում։ Իմ զրուցակիցն է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիկին Սաադյանը։ Տիկին Սաադյան, պետք է խնդրեմ մի փոքր ներկայացնեք, թե ինչ իրավիճակ է այս պահին տիրում։ 18:00-ի համեմատ ինչ տվյալներ ունենք։ Նախ ասեմ, որ ընտրատեղամասը ունի 2017 ընտրող, ժամը 18:00-ի դրությամբ արդեն ունենք 871 ընտրող։ Եվ ընթացքում, օրվա ընթացքում ինչ-որ խախտումներ եղել են կամ ինչ միջադեպեր են իրականացել։ Որպես այդպիսին միջադեպեր ու խախտումներ չեն եղել, բավականին ակտիվ է եղել հոսքը դեպի ընտրատեղամաս, ակտիվ հոսք է եղել։ Իսկ մինչ մեր նկարահանող թիմը 14 կոտորակ 23 ընտրատեղամասում հետևում էր ընտրական պրոցեսի իրականացմանը, ընտրասենյակում քվեատուփից այն կողմ քաղաքացին չիմանալով ընտրական գործընթացի կատարման ճիշտ ձևի մասին, քվեատերտիկներն այլ տեղում էր թողել։ Տեղամասային հանձնաժողովի նախագահը պարզաբանում է. Քաղաքացին վերցրել է այդ թերթիկները, մտել է խցիկ, փոխանակ դնի ծրարի մեջ իր նախընտրածը եւ մոտեցնի քվեատուփին, դրել է այնտեղ, մնացածը վերցրած դուրս է եկել։ Իր քվեախցիկ երբ որ թողել է այնտեղ, հիմա մեկ այլ մարդ իր ընտրությունը կատարում է։ Պիտի մոտենա դուրս բերի, մարենք, նոր տանք ինքը ընտրության իրավունք, որ ունենա կատարի ընտրությունը։ Ընտրախախտումները հիմնականում այն մասին են, որ քաղաքացիներն իրազեկ չեն ընտրական գործընթացի վերաբերյալ, հարևանին օգնել, բարեկամին ուղղորդել կամ բարձրաձայն քննարկում իրականացնել։ Դիտորդներն արձանագրում են։ Կարող եմ ասել, որ լուրջ ընտրախախտումներ չեն գրանցվել, հիմնական այն խախտումները, որոնք որ գրանցվել են տեղի ունեցել քաղաքացիների չիմացության պատճառով, շատ եղել են ուղղորդման դեպքեր, քաղաքացիները միմյանց ուղղորդել են, եղել են բաց քվեարկության դեպքեր եւ նմանատիպ կամ մի քանի այսպես փուլ շրջանցելով հասնել մեկ այլ սեղանի նմանատիպ դեպքեր, որոնք որ ավելի շատ հենց ընտրության իրավունքը իրացնողների պատճառով են տեղի ունեցել, այսպես։ Վաղարշապատում ընտրական պրոցեսն ավարտվեց առանց լուրջ ընտրախախտումների եւ խոչընդոտների։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Այսքանն այս ժամի համար հետևեք առաջիկա թողարկումներին։